Իսկ մարիխուանան, հա, որտեղ սովորաբար իրան դասում են որպես թեթև թմրանյութերի շարքին, արդյոք դա տենց է, թե իրական վտանգը եւ վնասակարությունը թաքնված է։ Այս հարցը միշտ անընդհատ քննարկվում է, ու միշտ հետագայում էլ է քննարկվելու իհարկե, բայց ես շատ հանգիստ միշտ պատասխանում եմ, որ այո, մարիխուանան հանդիսանում է թմրամիջոց։ Մարիխուանային պարունակվող մի նյութ կոնկրետ, դա խոսքը վերաբերում է տետրահիդրոկանաբինոլ կամ THC կոչվող նյութին, ունի թե հոգեներգործուն ազդեցություն մարդու վրա, թե կախվածություն առաջացնելու պոտենցիալ։ Ու դա փաստում են, դրա մասին են վկայում նաև միջազգային, ոլորտային, այսպես ասած, ոլորտներ առնչվող կազմակերպությունների մոտեցումներն ու սկզբունքները։ Այսինքն, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, որ մարիխուանան վնասակար է։ Հա, ես միշտ ասում եմ, որ դա բոլորս էլ գիտենք, որ մարիխուանայի կախվածություն առաջացնելու պոտենցիալը ավելի ցածր է, քան օրինակ հերոինի կամ կոկաինի։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է տենց դնենք մարիխուանա ծխենք, էլի։ Հիմա որ ասենք կախվածություն առաջացնելու պոտենցիալը ավելի ցածր է, դա նշանակում է այդ նյութը պետք է օգտագործի, ոչ։ Որովհետև հակառակը մարիխուանան բազմաթիվ այլ խնդիրներ կարող առաջացնել, օրինակ հոգեկան խանգարումներ կարող է պրովոկացնել, բազմաթիվ շնչական համակարգի խանգարումներ կարող է առաջացնել, բացի այդ դեռահասային տարիքում գործածելու դեպքում բերում է դեռահասների մոտ գլխուեղի զարգացման խնդիրների առաջացման, այնպես որ վնասները այնքան շատ են, որ մարիխուանայի լեգալիզացիայի մասին կամ ընդհանրապես թմրամիջոց չլինելու մասին զրույցները ես կարծում եմ անիմաստ են եւ անարդյունք։